75,000 դրամ է շարունակելու մնալ նվազագույն աշխատավարձը։ Իսկ այս կառավարությունը 2021 թվականին խոստացել էր, որ 2026 թվականին ամենաուշը նվազագույն աշխատավարձը պետք է դառնար 85,000 դրամ։ Խաբել են։ Սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունը գտնում է, որ մեկ անձը մեկ ամսվա համար նվազագույն իր գոյությունը պաշտպանելու նպատակով պետք է ծախսի առնվազն 80,000 դրամ։ Հիմա հարց է առաջանում, եթե աշխատող մարդը, որը ստանում է 75,000 դրամ, նույնիսկ 5,000 դրամ պակաս է, քան իր համար կատարվող նվազագույն ծախսը, ինչպես պետք է հոգա այդ երիտասարդը իր երեխայի ծախսերը, իր ընտանիքի ծախսերը։ Հետևաբար ակնհայտ է, հաջորդ տարի ավելանալու է աշխատող աղքատների թիվը մեր երկրում, որովհետև գները շարունակելու են աճել, իսկ նվազագույն աշխատավարձը մնալու է նույն չափով 75,000 դրամ։